շատ են խոսակցությունները Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի վերաբերյալ, շատ են նաև ակնկալիքներն ու սպասումները այս մասով, բայց կարծես թե նաև ուշանում է կառավարության արձագանքը այս մասով, ինչ կասեք, ինչ ակնկալիքներ կարելի է ունենալ, բացի հակաթուրքականությունը, հա, Իսրայելի, սա ինչի մասին է խոսում։ Նախ առաջինը սկսենք այն հանգամանքից, որ այսօրվա իշխանությունը ոչ մի կերպ դեռևս չի արձագանքում, կարծեմ եղել է մեկ արձագանք, որ նրանք չեն քննարկում այդ հարցը կամ այդ հարցին որևէ վերաբերմունք ցույց չեն տալիս, իսկ ակնկալիքները թե Իսրայելի ճանաչումը ինչ կտա մեզ, կարծում եմ այս պարագայում ոչինչ, որովհետև այսօրվա իշխանությունը որևէ կերպ չի ձեռնարկում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի որևէ քայլ, իսկ մի պետության կողմից ճանաչումը պետք է իր հետ բերեր նաև Հայաստանի կողմից դիվանագիտական տարբեր ուղիներում եւ տարբեր կետերում այս հարցի բարձրացումը եւ եւս մեկ անգամ ապացուցելու ցեղասպանության իրական փաստը, որը ժխտվում է Թուրքիայի կողմից։ Իսկ Իսրայելի ճանաչումը այդ առումով շատ կարևոր էր, որովհետև նույն Իսրայելի ժողովուրդը եւս ունեցել է այդ ցեղասպանությունը եւ հասել է նրան, որ դա ճանաչվի եւ փոխհատուցվի։ Ակնկալիքները կարծում եմ այս պարագայում շատ թույլ են եւ կամ ընդհանրապես չկան։ Իսկ կա նաև հակառակ տեսակետ, հա, եթե նայենք մեդալի հակառակ կողմից, հնարավոր է, որ սա բացի քաղաքական շահարկումները, նաև ինչ-որ արժեքային բնույթ է կրում, որովհետև օրինակ Իսրայելը հասել է այն կետին, որ սա կարևոր է նաև արժեքային տեսանկյունից։ Գիտեք, ես կարծում եմ Իսրայելի հայտարարությունները հիմնական մասը կրում են քաղաքական բնույթ եւ չեմ կարծում որ արժեքային բան են այդտեղ տեսնում, քանի որ երկար տարիներ Հայաստանը Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի համար պայքարել է եւ Իսրայելը դրսևորել է կամ զրո վերաբերմունք կամ հակասական վերաբերմունք Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին։ Եվ ուստի այստեղ փնտրել արժեքներ Իսրայելի կողմից կարծում եմ սխալ է եւ Իսրայելը սա օգտագործում է զուտ քաղաքական նպատակներով հասնելու այն բանին, որ ցավացնի Թուրքիային այն քաղաքականության համար, որը նա Թուրքիան որդեգրել էր Գազայի հատվածում եւ Իսրայելին այսպես ամբողջ աշխարհում փորձում էր ցույց տալ որպես ցեղասպան պետություն։ Եվ կարծում եմ սա դրա պատասխանն է եւ ինչ որ արժեք փնտրել այստեղ կարծում եմ սխալ է։ Եվ վերջին հարցը պարոն Աբրահամյան, տարածաշրջանային տեսանկյունից, հա, սա ինչպես կազդի Հարավային Կովկասում առկա ներքին հարաբերությունների վրա, հայ-իրանական, հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների։ Գիտեք, կարծում եմ այսօրվա պարագայում դա որևէ կերպ չի դրսևորվելու այսօրվա իշխանության որդեգրած քաղաքականությունը Թուրքիայի եւ Ադրբեջանի հանդեպ եւ բացի դրանից ակնկալել, որ Ադրբեջանն ու Իրանը այս հանգամանքով կարող են ավելի մտերմանալ, եւս կարծում սխալ կլինի, քանի որ Ադրբեջանը մեծապես կախված է իսրայելական տարատեսակ զենքերից եւ Իսրայելի հետ ունեցած տնտեսական կապերից։ Թուրքիան կփորձի սա օգտագործել եւս մեկ անգամ արդարացնելու իր անցյալը եւ կփորձի եւս մեկ անգամ ապացուցել, որ ոչ թե Թուրքիան եւ Օսմանյան կայսրությունն են ցեղասպան պետություն, այլ Իսրայելն է այժմ ցեղասպան պետություն, իսկ տարածաշրջանում մեր տարածաշրջանում Հարավային Կովկասում կարծում եմ սա այսպես եթե խոսենք շատ էական փոփոխություններ չի կատարելու, բայց կարծում պետությունների արտաքին քաղաքականության մեջ որոշակի վերադասավորումներ կլինի եւ կարծում եմ Թուրքիայի կողմից ճնշում կլինի Ադրբեջանի վրա, որ փորձի նա վերանայել իր հարաբերությունները նաեւ Իսրայելի հետ։ Քանի որ մենք հիշում ենք, որ 2009 թվականին երբ որ ստորագրվում էր հայ-թուրքական արձանագրությունները, բավականին մեծ ճնշում եղավ նույն Ադրբեջանի կողմից թուրքական արտաքին քաղաքականության վրա, որպեսզի այդ արձանագրությունները ի կատար չածվեն։ Նույնը կարծում եմ հիմա կլինի, այս անգամ արդեն Թուրքիան ճնշում կգործադրի Ադրբեջանի վրա, որպեսզի նա իր տնտեսական եւ այլ կապերը ավելի այսպես թուլացնի Իսրայելի համենայնդեպս իշխանության հետ։